Ողջույն, սիրելի հետևորդներ ջան։ Դեռևս վաղ առավոտվանից ինձ համար օր աշխատանքային է սկսվել։ Հասցրել եմ գնալ իմ աշխատանքին, հետո շտապել եմ տուն գալու ճանապարհին։ Ինչպես միշտ խանութներով եմ անցնում եւ տան համար որոշակի պետքական իրեր եմ գնել, այս իմ թափթազա աշխատանքային ձեռնոցներն են։ Նաև այդտեղ ամանի հեղուկ եւ այլն, այդպիսի պարագաներ պետքական։ Իմ սիրելի ծաղիկացն եմ գնել։ Մի խոսքով, իմ հաց ու ջուրն արել եմ, իմ կոֆեմոֆեն արել եմ, հետո անմիջապես ուշքս էստեղ էր, որ գանու այսքան հատվածը մաքրեմ։ Ճիշտ է, մեր բաղ տարածքը շատ մեծ է, բայց ամենառաջ, երբ որ սկսում եմ մաքրություններ կատարեմ, այս կողմից եմ սկսում։ Նարցիսները օրեցօր մեծանում են, կոկոմներ կա առած, սիրելի հետևորդներ ջան, ու պետք է ամենառաջ ստեղ այդ մաշված խոտերից մաքրեմ։ Որ վաղ մյուս օրը ծաղկի, շատ սիրուն էլի։ Ռեսատեղի էլի, որ կարենամ սաղիտել շանստամ։ Բայց բացի այս հատվածը մաքրելը, նաև պետք է խաղողի վազնել էտեմ, քանի որ դրա վախտն էլ է, էլի, արդեն նույնիսկ կարելի ասել անցակ ենում։ Բողբոջները սիրուն երևում է։ Հիմա համ զրուցեմ, համ էլ սկսեմ գործս։ Բացեմ էդի մկրատը։ Դե դուք էլ եղեք իմ զրուցակիցը։ Շատերդ քաղաքում եք ապրում, շատերդ գյուղում։ Ինչևէ, ովքեր գյուղում են ապրում, լավ գիտեք, թե այս շրջանում ինչ աշխատանքներ է պահանջվում մեր այգիներում, մեր բակերում, իսկ ովքեր քաղաքում են ապրում, սիրելի հետևորդներ ջան, գիտեմ, որ ձեզ նույնպես հետաքրքրում է, միգուցե դուք էլ ժամանակին կատարել եք այսպիսի գործեր, կամ էլ միգուցե դիտելով ինձ լավ հուշեր կարդնանան։ Հիմա ամենասկզբում ուզում եմ խաղողի այս ավելորդ ճյուղերը էտել, որովհետև երբ որ կտրեմ, այստեղ է թափվելու լրիվ, ինչքան էլ որ շտապում եմ այս հատվածը մաքրեմ, էսա, օրը արդեն կեսօրն անցա, արևն արդեն այն կողմի վրա է հասել, ինչևէ, մի քիչ առաջ լավ սառը քամի էր փչում, մարտը իրան արդեն զգացնել է տալի, վարդն էլ պետք է էտեմ, հավանաբար սկզբից վարդ է էտեմ, որ մի քիչ անցուտ արցանելիս ինձ շատ չխանգարի էլի, այսպես, շատ լիքը գործեր կա, թե այս հատվածում, թե բաղջում, բայց մինչև այսքան հատվածը չմաքրեմ, բաղջեն չեմ գնալու, սիրելիներս, քանի որ ստեղ նաև աշնանն եմ էտում իմ վարդը, միշտ կարելի ասել էտած եմ պահում, այդքան էլ շատ չի պահանջում վարդը էտել, մի քանի հատ որ մնացել է, դրանք կետեմ ու վերջ, որպիսի երկար ծողով նորից ճյուղեր դուրս կա, կոկոմը վրան այսպես մնացել է, բայց պիտի խորքային կտրեմ հիմա սրան, մի հատ էլ այս կոմա երկարած մնացել, այնքան որ անցկենալիս չկպչի իմ շորին, չխանգարի, մնացածը արդեն ավելի խորը ձևով, ավելի ուշադիր կսկսեմ, այսպես, ուրեմն սիրելիներս, ընդհանրապես թենց տրադիցիա կա, որ հատկապես խաղողի վազը էտելու ժամանակ հատուկ մասնագետ են կանչում, բայց ոնց տենում եք, մեր տան մասնագետը ես եմ, այն անգամ էլ ասեցի, որ այդքան էլ վարպետ չեմ, բայց ստացվում է, չեմ դժգոհում, բերք եմ վերցնում, նենք չէ, որ էդի մկրատը ձեռս եմ վերցնում ու անկապ ստեղից ընդեղից կտրում, ամեն դեպքում ուշադիր նայում եմ, ծառի ու թփի հետ զրուցում եմ, ճիշտ է իրանք իմ հետ չեն զրուցում, բայց իրանք էլ արդեն այն ժամանակ են զրուցում, երբ որ արդեն
բերքը դուրս է գալի եւ արդեն իսկ ես հասկանում եմ, որ մենք իրար լեզու լավ ենք հասկացել։ Ահա։ Հիմա շատ ուշադիր եմ լինում նաեւ, որ սխալ էդ չկատարեմ։ Այստեղ պետք է այս կողմից կտրեմ։ Շատ աշխատանքներ կա ինձ սպասվող ու արդեն իսկ ես կամացը սկսել եմ։ Հատկապես, որ մարտը լավ եղանակահաղորդած, կհասցնեմ տեղին անել, ես ինչքան է երկարել ես մեկը։ Հիմա այս հատվածից կտրեմ, քանի որ ստեղ սիրուն բողբոջ կա, բայց գիտեք չէ, որ խաղողի վազերը հատկություն ունեն, իրանց այդ բեղիկներով գնում են կպչում, բայց բարեբախտաբար հաջողվեց ինձ պոկել։ Այս մեկը փորձեմ, մի քիչ այս կողմից, այս թալվարիցն էլ բռնեմ, որ հանկարծ պատի գլխիցը վեր չընկնի, հետո ամեն ինչ հաջող կլինի։ Օպա։ Այս էլ, եթե կարենա մեզ միջոցներ ինձ քաշեն, շատ լավ կստացվի, շատ, բայց նրա բեղիկները շատ ամուր է կպած, մի հատ էլ փորձեմ, բայց ոնց որ թե չեղավ, նրան արդեն ներքևից երկար փետով կքաշեմ, կպոկեմ, ոչինչ, կարևորը էտեցի, այս մեկն էլ է ավելորդ, սա էլ կկտրեմ, ու այս ձևով ամբողջ է, սիրելիներս, այսպես, դրանից էլ ազատվեցին խաղողի վազը, հիմա սենց առաջ եմ գնալու ու հերթականությունով էտելու եմ ստեղ, մի երկու հատն արդեն կամ կարճ է, կամ երկար է, հիմա նորից եմ նայում իրա բողբոջին ու կտրում, այս մեկը մի փոքր էլ ստեղից կտրեմ, ընդհանրապես, երբ որ գործը հասնում է խաղողի վազը էտելուն, առաջին հերթին ուշադրություն ենք դարձնում իրա բողբոջներին, արդեն ոնց որ ինքը ցույց է տալիս, էլի թե որ մասն է պետք, որ մասը չպետք։ Հիմնականում 3-ից 4 բողբոջ ենք թողնում, որ լավ բերք ստանանք։ Նաև այդ ընթացքում ավելորդ մանր-մուներ բաները պիտի կտրեն։ Այս ոնց որ ընդհանրապես սա պետք չի, ամբողջն եմ կտրում։ Երբեմն մարդու ափսոս է գալի, որ ասենք ինքը սիրուն ճյուղ է ալում, բայց ավելորդ է ալնում, բայց պետք է անպայման կտրենք։ Այս մեկը այստեղից ստացվում է ոնց որ թե այս կողմը ավարտում է։ Սիրելի հետևորդներ ջան, մեր այսքան տեղը մի քիչ անհաջող տեղ է, դե մեր քարքարոտ Հայաստանն է, էլի, ամենաբարդ հատվածն է, ու ես ամեն դեպքում հնարավորինս փորձել եմ այս քարքարոտ ու հոսող ֆողամի տեսակ, ստեղ նարցիսներով ամրացրել եմ այդ հողը, նարցիսները իրանց տեղը սիրել են, ու այսքան հատվածն էլ է գեղեցկացել։ Անկապ այդ մոլախոտերի փոխարեն շուտով նարցիսները մեզ կուրախացնեն այդտեղ։ Ահա, այս մեկն էլ պետք է կտրեմ։ Հիմա այսպես։ Հիմա քանի որ այսքան տեղը էտել եմ, այն կողմի վրա գնացածը դեպի թալվարի մյուս կողմը գնացածը, նա ասենք հետո էլ կանեմ, հիմա առաջին հերթին ինձ համար կարևոր է, որ այսքան տեղի այս խոտերը մաքրեն, որը նույնպես այդքան էլ հեշտ գործ չի, բայց պետք է անեմ։ Այստեղ պիտի վերևանամ, որ
Ահա, այստեղ մնացել է։ Աշխատում եմ նարցիսների թփերին չվնասեմ, չտրորեմ։ Ու այս բարդ տեղից իմ գործը գլուխ բերեմ։ Ահա։ Այսպես։ Այնքան էլ ամուր են կպել նավթուլներին, բայց թե ոչ են թողնելու։ Ահա։ Այս մեկը ինձ թվում է սա առանց ափսոսալու պետք է ավելի խորը կտրեմ ստեղից։ Երբեմն էլ ափսոսում ենք, այո։ Այնքան սիրուն ճյուղ ալնում, ափսոսում ենք կտրել։ Բայց խաղողի վազը ինչքան էտում ենք խորքային, այդքան շատ բերք ենք ստանում։ Որ ճյուղն էլ լավ ալում, ամեն դեպքում երկար ենք թողնում։ Ինչպես որ այս մեկը ես երկար կթողնեմ։ Ահա։ Այստեղ արդեն գործը ճիշտ արել եմ։ Այս կողմը պատրաստ է։ Ու այս ձևով էլ այ մինչև դարպասի մոտը պետք է գնամ։ Դե այն կողմն էլ է, բայց հիմնականում նարցիսներս այս հատվածում է, ստեղից է սկսվում, այսինքն մի երկու քայլ էլ այս կողմից, ահա, այս կողմից արդեն սկսվում է։ Նաև ստեղ ամփուշմոշի թփեր էի, չէ, աճեցրել, շատերդ կհիշեք։ Սրանք դեռևս չեմ էտում։ Միտք ունեմ տեղափոխեմ, չգիտեմ, առայժմ իրենք ձեռք չեմ տալիս։ Եվ անցնում եմ առաջ արդեն նարցիսների այդ խոտերը մաքրելուն։ Սրանք իհարկե բոլորը պետք է ներքև լցնեմ։ Շատ գործ կա, բայց առանց տրտնջալու պետք է անեմ։ Հիմա նաև լուցկել եմ բերել, դանակ եմ բերել, ինչևէ, որը երբ որ այս խոտերը այսպես պետք է հավաքեմ։ Քարը քարի վրա դնեմ, այսպես, ու մաքրեմ, սիրելի հետևորդներ ջան։ Եթե օրինակ այստեղ նարցիսներ չկար առաջ, ես այստեղ մի հատ լուցկ ու չոփով այս դոշը կրակի էի տալիս, հեշտ էր լինում, բայց հետո մի անգամից որոշեցի, որ կարելի է այստեղ նարցիսների բլրակ սարքեմ, ահա, տեսեք, սրանք նարցիսներն են, սիրելի հետևորդներ ջան, այս բոլորը այստեղ է, այն կողմն է, ահա, այս էլ է, այստեղ էլ է, կոկումներով առատ, մի խոսքով լի է։ Ահա։ Իհարկե ամենավերջում ես ցույց կտամ եւ կտենաք, թե ինչքան սիրուն է այս տարածքը լինում, հատկապես երբ որ արդեն մաքրում եմ ամեն ինչից։ Ահա։ Այս ձևով այս 4 խոտերը կվերացնեմ։ Բայց այստեղ չեմ կարա այրեմ, որովհետև կվնասվեն նարցիսի թփերը։ Այս կողմից էլ կա մոշի թուփը, ահա, խնդրեմ, սա էլ ցույց տամ։ Այ, ահա, այս կողմն է, որը մի մասը տարել եմ ու այդտեղ էլի եմ աճեցրել, էլի, այսինքն սրանից ստանում եմ 2 թուփ։ Ամուր կպածագետնին եւ հաստատ արմատակալված է։ Ահա, սիրելի հետևորդներ ջան, այս ձևով էլ պետք է մաքրեմ։ Եվ իմ գործը ես սկսեմ։ Ձեզ մի փոքր տարածք եմ վերցնելու ու ձեռքով գործիքով չեմ կարող, որովհետև եթե ես գործիքով անեմ այստեղ, այս նարցիսներին կվնասեմ։ Դրա համար ստիպված ձեռքով եմ անելու։ Դե
ճիշտ է, մի քիչ բարդ գործ է, բայց թե այս աշխարհում հեշտ ոչինչ չի տրվում, ոնց որ թե ամեն գործ էլ իր բարդությունը ունի, իր դժվարությունը ունի։ Ահա։ Կարևորը այդ սառը քամին կորավ, հիմա այն լավ տաք է։ Ինձ հետ նաև դանակել եմ բերել, որ նարցիսները փխրեցնեմ, հեսա։ Համ կմաքրեմ, համ էլ տակերը կփխրացնեմ։ Պատկերացնում եք, ուղղակի քարերի վրա են աճել։ Ստեղ քար է, կարծում եմ երևում է, այսա քար է։ Ու իրան շատ դուր է եկել ստեղ։ Քարը քարի վրա եմ դնելու ու սիրունացնեմ։ Այնա որ սրանից հետո պետք է նաև հավերի հետ էլ կռիվ տամ, չթողնեմ շատ այս կողմը գան քանդեն էլի։ Հիմա լրիվ հավերս բաղչումն են, քանի որ խոտի ծիլերն արդեն երևում է, զբաղված են խոտի ծիլերով։ Ահա, տեսնում եք, ուղղակի քարերի կողքին է աճել իմ նարցիսը, շատ սիրուն է։ Այսպես։ Հատկապես եթե սիրում ենք հողի հետ գործ անելը, սա արդեն բարդություն չի։ Ընդհանրապես այս տիպի այս չոր խոտերը, երբ որ շատ ձյուն է գալի, ինքը փշրում է ու պոկում, արդեն ավելի հեշտ են քլնում։ Բայց քանի որ նորմալ ձյուն չի գալի վերջին տարիներին, դրա համար էլ արդեն այս վիճակն է ալում, ես եմ քաշում ու պոկում ձեռքով։ Քարերով ստեղ էլի այս ներքևի հատվածում նենց եմ դնում այս քարերը, որ հողը շատ չփախչի։ Այս մեկը, այս մեկն էլ ու այդ ձևով։ Այս էլ ամենավերջում արդեն կայր եմ, ներքև եմ լցնում։ Կարելի ասել ուղղակի մատներով եմ մաքրելու ստեղ։ Դժվարը այսքան տեղն է, երբ որ գնամ բաղչում գործ անելու, ընդեղ արդեն գործիքով եմ մաքրելու։ Այ հիմա ստեղ շարքով նարցիսները, բոլորովին անհնար է գործիքը մտցնեմ մեջը։ Այսենց։ Ջան, սիրուն բացվում է։ Բայց նաև պետքա դույլ էլ բերեմ, որ այն ամենամանր խոտերը շատ չթափեմ ընդեղ մեր անցուդարձի տեղն է, էլի։ Պետքա դույլ էլ բերեմ։ Ճիշտն ասած բերել եմ, բայց պատի ներքևն է։ Հիմա գնամ դա էլ վերևացնեմ։ Ոնց էի մոռացել, հետս վերև բերեմ։ Հիմա նորից պետքա իջնեմ։ Նարդիվանով եմ բարձրացել։ Այս էլ սրա մեջ եմ լցնելու։ Այս էլ իմ լուցկին։
ցևով շարունակելու եմ մաքրեմ։ Սիրելի հետևորդներ ջան։ Մի փոքր աշխատեմ, հետո էլի կմիանամ ձեզ։ Սիրելի հետևորդներ ջան, ինչպես միշտ Սիման իմ անբաժան ուղեկիցն է, եւ այստեղ հանգիստ արև կողանում։ Դե գետինը լավ տաքացել է, իրան դուր է գալի։ Սիրելի հետևորդներ ջան, քանի որ այս կողմի էտելն էլ բրծա, արդեն էտի մկրատը մի կողմ եմ դնում եւ արդեն մաքրությունով եմ զբաղվում։ Այս պաղի էտա ճյուղերին մենք ծալամ ենք ասում, որից որ ընտիր խորոված ա լինում։ Շատերդ կհիշեք, արել եմ, են էլ գիշերով եմ արել, երբ որ դաթևս էստեղ էր, եկել էր, այնքան պահեցի այդ ծալամը, որ երեխես կա, որ նոր խորոված անեմ դրանով։ Քանի որ դրա արած խորովածի համը մի ուրիշ է, հավերս հավաքվում են դուրը, արդեն այդ ժամերն է, քուջուժն արել են, կշտացել, լիացել, հմիել կամաց հավաքվում են, որ ցոր են տամ իրանց։ Ստեղ սիրելի հետևորդներ ջան, էլի մի քիչ, ոյ, բարդ աշխատանք, հա, բայց թե էտա, անմիջապես դույլն եմ լցնելու, քանի որ ստեղ արդեն լրիվ սենց շարքով նարցիս է, ու մի քիչ զգուշ եմ լինում։ Աշնան կողմը արդեն չեր ելնի, էլի որ սա անեմ, քանի որ սա լրիվ սենց կանաչ էր մնացել, գեջ էր, ու այդ պահ ավելի բարդ է ալում։ Դրա համար էլ սպասում ենք, որ ամբողջ ձմեռը ինչքան որ չորանում է, ավելի հեշտ ենք կարում, էլի պոկենք։ Նարցիսներն էլ դիմաց կունեն, դրա համար արդեն իրանք աճելու մեծացել են այսքան, իսկ այս մի կողմը, սրանք արդեն իրիսկաներն են, հատկապես այս իրիսկայի տերևները շատ դժվար է մաքրելը, հատկապես երբ որ դեռ կանաչ վիճակում են ելնում, ընդհանրապես եթե ուզում եմ պոկեմ, չէ, փորձել եմ, որ աշնան կողմը լրիվ ինքը իր սոխուկը հետը պոկվում է։ Դրա համար էլ այնքան սպասում եմ, որ այս այնց չորանում է, բարակում է, հետո չոք այսպես մաքրելու եմ, ահա, տեսեք սիրելիներս, այս լրիվ իրիսկաների տերևն է, ահա, ու արդեն փշրվում է, հիմա նորերը դուրս կգան, հետո սրանք էլ են շատ սիրուն ծաղկում, ու իմ պատի գլուխը սիրունացնում են ստեղ, սենց գործը ընդհանրապես դժվարը սկսելն է, հենց որ սկսում ենք արդեն բոլոր դժվարությունները հոդս են ցնդում, այս քարերը են կողմ, այս էլ մի անգամից, որ սենց սեղմում եմ, կշրջեմ ու հեշտ կվառեմ, հիմա կտենակ, թե ինչքան է սիրունանալու, եթե հասցնեմ պաղի վազերի այդ արմատային մասն էլ փխրեցնեմ, շատ լավ կլինի, եթե չհասցնեմ, ոչինչ, կարևորը արդեն սկսել եմ, եթե ասենք տանն եմ ելնում ու առավոտ շուտ եմ սկսում, արդեն այս ժամերին համարյա գործերս ավարտած եմ ելնում, բայց քանի որ նաև աշխատում եմ, գիտեք, սիրելի հետևորդներ ջան, արդեն փորձում եմ, թե հենց օրվա մի մասն էլ եթե մի քիչ գործ եմ անում, մեկ էլ տենում եմ արդեն այդ գործիցն էլ ազատվեցի, լա դեռ ստեղ պետք է կողքերը դանակով փխրեցնեմ,
մոլախոտերի արմատներ կահանեն։ Բա, եթե ուզում ենք, որ սիրուն բան ունենանք, սիրուն ծաղիկ ունենանք, այ տենց պետք է հետևողական լինենք, չարչարվենք, ստեղծենք, փայփայենք, այս քարերն էլ արդեն շան ոտքի հետ, հավերիք ու ջուջի հետ պատից այս կողմ ա եկել, Տենց է կշարունակենք սիրելիներս ու արդեն հենց որ տեսնեմ հարմար ու հետաքրքիր պահ կա, էլի կմիանամ ձեզ, սիրելի հետևորդներ ջան, այս ծալամա, էլի պետք է հավաքեմ խորովածի համար, պահեմ, այս հենց, ջան, լավ կոկոմներ ունի, ու սա չի ցրտահարվում, գիտեք, չէ, նարցիսը չի ցրտահարվում, ընդհակառակը, ինչքան ցուրտ, ինչքան անձրևային, այդքան նարցիսները ավելի լավ են զգում, ստեղ այ մոլախոտի բան կա, որ սա մարզմեր, սա չի չորանում, եկել է ստեղ աճել, պետք է դանակով խորը տամ ու դրան էլ մաքնեմ տեղից, այսպես, սիրելիներս, հիմա սա դատարկ եմ, Եվ այսպես, արդեն մենակով աշխատեմ, Սիրելիներս, ես իմ գործն ավարտեցի, լավ տեղին մաքրել եմ, ծաղիկների շրջակայքը փխրեցրել, ինչքան հնարավոր եղավ, այս քարքարոտ տարածքը մաքրեցի, նարցիսները, արդեն կոկոմները երևում ա, և մի քանի օրից արդեն կբացվեն, այ այնտեղ ու այդ ձև շարունակ, մի քիչ էլ ես կողմի վրա եմ քաշում, հետո արդեն կրակը վառում, այս է ինձ չկան, չոր ինձ թվում է շատ շուտ կվառվի, ուղղակի բոցը պետք է հենց անեմ, որ չխփի էլի վերև այդ վազներին չվնասի, այսպես, դորանջանենք, հետո կողքին կանգնենք, շատ եմ սիրում, երբ որ գործի ավարտին, արդեն սենց այս պահն է գալիս էլի, Սրանով դե չի վերջանում իմ գործը, սիրելի հետևորդներ ջան, այդ ծալամն էլ պետք է հավաքեմ, բայց ոչ այսօր, մինչև որ ամբողջական չեկվի խաղողի վազը, չեմ հավաքում, անտեղի գործս երկուսը չսարքեմ, էլի, ուղղակի լինի, որ քամի խելոք լինի, այն կողմի վրա կտանի, էլի, չի բարձրացնի վերև, Այս սենց հեժանում ա, ես էլ ամեն դեպքում մի քիչ էլ կրակին ես էլ օգնեմ, էլի, ինքան էլ շատ ա, որ ճտալ է կվարվի հնի,
Այս ձևի աշխատանք ա պահանջում։ Սիրելի հետևորդներ ջան, ճիշտ այսքան չարչարվեցի, բայց որ հետ եմ դառնում ու սենց նայում եմ, արածս աշխատանքը, որ փայլում է, արդեն ամեն մի հոգնածություն էլ կորչում է։ Ահա։ Եթե անգամ ես այդտեղ մոլախոտի տեղ փչեմ, արդեն դա էլ կվնասի ծաղիկներին։ Դրա համար ստիպված պիտի թե այս ձևով, թե ուրիշ ձևով մաքրեմ այսքան տարածքը։ Ահա։ Իջել հավաքեմ։ Եվ այսպիսով կավարտեմ իմ այսօրվա աշխատանքը, սիրելիներս։ Ինձ մնում է այս կրակի տեղն էլ վրա հավաքեմ ու գնամ տուն։ Չեմ էլ ուզում շատ ծխահարվեմ, ճիշտ ասած, թող ծուխը այն կողմի վրա գնա։ Ու ասեմ, որ շատ էլ իմ սրտով վառվեց կրակը, մտածում էի, որ հենց վառվի, ծենց բոցը կբարձրանա, բայց թե շատ հանգիստ եղավ, շատ լավ է։ Արդեն մնացածը հանգիստ եմ, ինքը կամաց, կվառվի, կնստի կրակը։ Վաղ չեն մաքրելու վաղտը հեշտ կլնեմ էլի, սենց շատ չեմ չարչարվի, քանի որ ընդեղ արդեն աշխատանքային գործիքներով եմ կատարելու և այսքան չեմ դժվարանա։ Հավերս էլ ստեղ արդեն պատրաստվում են թառին։ Ինձ մնում է, որ գնամ տուն, հետո մի համով բան վայելեմ այսքան աշխատելուց հետո։ Քամին էլ խելոք եղավ։ Մի հատ էլ հավաքեմ վերջնական։ Էս էլ այդ խաղողի վազերի այն իրա բանն ա պոկել եմ։ Կա չէ, որ շերտերը իրանից առանձնանում ա։ Անպայման պետք է խաղողի վազի այդ կեղևներն էլ մաքրենք, որ դրա տակ միջատներ չհավաքվեն ու չվնասեն խաղողի վազին։ Ահա։ Շատ լավ է։ Եվ նույնիսկ արդեն կարամ սենց թողամ ու գնամ տուն, որովհետև կրակս հանգիստ ա վառվում։ Մեկ-մեկ դուրս կգամ, կնայեմ, որպեսզի մինչև վերջ այրվի։ Իսկ հիմա, սիրելի հետևորդներ ջան, ինչպես որ սիրում եմ միշտ ասել, մտածում ենք ապրելու մասին։ Տոլմա ունեի, հիմա մի քիչ տաքացնեմ և այդպիսով կավարտեմ իմ այսօրվա վլոգը։ Ահա։ Ընտիր տոլմայի պատրաստել։ Հատկապես, երբ որ գարնագործելն սկսվում է ու ես գիտեմ, որ դրսում եմ աշխատելու, արդեն գլխիս ճարը տեսնում եմ, էլի պատրաստի ուտելիք եմ ունենում, որ հետո հոգնած գամ տուն, այս ու այն կողմ չընկնեմ, սիրելիներս։ Ահա, այսքան է լավ է, մի հատ էլ իրա այդ ջրից լցնեմ։ Մնացածը նորից սառնարան կտեղափոխեմ։ Իսկ սա արդեն տաքացնեմ։ Եվ իհարկե ձեզ էլ ասեմ, առայժմ մինչ հաջորդ վլոգ, սիրելի հետևորդներ ջան։